Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, ողջույն Վահան Քերոբյան։ Մամուլում կան հաղորդումներ, որ քրեական գործերով միջդատական վարույթի էլեկտրոնային համակարգը աշխատում է պարբերաբար, ընդ որում խափանումներով եւ ընդհանրապես այդ համակարգը այսպես ստեղծվել էր, որպեսզի ավտոմատացվեն էլեկտրոնային ձևով վարեն քրեական գործերը, բայց հաճախ է ստացվում, որ իրավապահ կառույցները չեն կարողանում օգտագործել եւ դատախազությունը հետքի մեր գործընկերներին չի տրամադրել համակարգի ներդրման նպատակով կնքված պայմանագրի պատճենը, հասկանալու ինչ ընկերություն է պատրաստել եւ այլն։ Դուք ինչ տեղեկություններ ունեք ընդհանրապես այս պատմության մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Իրականում այս պատմությունը հետքի վերջին 1.5 տարվա աշխատանքի հերթական էջն է, որի նպատակն է իմ կարծիքով ցույց տալ, որ այն գնումների համակարգը, որը ստեղծված է եւ գործումը մասնավորապես պետական տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերի գնումների ոլորտում խիստ անարդյունավետ է եւ իրականում մեծ վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Բացատրեմ, օրինակ վերցնենք հենց վերջի բացահայտումը, պետք է նշեմ, որ այդ e-criminal case համակարգը ընդհանրապես չի աշխատում, ոչ թե խափանումներով է աշխատում, այլ ընդհանրապես չի աշխատում, որովհետև հենց կոնկրետ մեր քրեական գործը եւս այդ համակարգով չի անցել։ Ինչ է դա նշանակում։ Համակարգի էությունը, որպեսզի բացատրեմ, այսինքն բոլոր ցուցմունքները, ապացույցները եւ ամեն ինչ պետք է ամպային միջավայրում տեղադրված լինեն, որպեսզի դատավորները իրենց հասանելիությունն ունենային, դատախազները, քննիչները, մեղադրյալները, փաստաբանները եւ այլն։ Որից մեկը նման համակարգ չի տեսել։ Դուք առնչվել եք դրա փաստորեն։ Մենք առնչվել ենք դրա բացակայությանը, կոնկրետ մեր քրեական գործում կան փչացած ապացույցներ։ Այսինքն ինչ որ վկայի հարցաքննության տեսագրությունը փչացած է, չկա կարևոր տեսագրությունն է։ Ուզում եմ ասեմ, սա ոչ թե այսպես ինչ-որ մի բան է, որը լավ է ունենալ, բայց առանց դրա էլ կարելի է։ Չէ, հիմա մենք գտնվում ենք այնպիսի ժամանակաշրջան, որ առանց այդ համակարգերի կարող են անմեղ մարդիկ դատապարտվել, հանցագործները չդատապարտվել եւ այլն, որովհետեւ ապացույցները փաստացի փչանում են։ Հիմա որպեսզի հետ գնանք, հետքը որոշ ժամանակ առաջ բացահայտել էր իդենտիկ պրոբլեմ, դա էլեկտրոնային սնանկության դատարանի խնդիրն էր, որի դիմաց պետությունը էլի 172 միլիոն դրամ վճարել էր եւ ոչ մի բան չէր աշխատում եւ դատախազությունը ստիպված եղավ քրեական վարույթ նախաձեռնել պաշտոնական անփութություն, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի վնասի հոդվածով։ Հիմա մենք այստեղ լրիվ իդենտիկ իրավիճակ ունենք, բայց արդեն դատախազությունը պետք է իր ներսում այդ քննությունը սկսի, որպեսզի պարզի թե ում սխալ գնման պատճառով մենք ունենք չաշխատող համակարգ, որի պատճառով տնտեսությունը եւ նաեւ արդարադատությունը խոշոր վնասներ ունեն։ Այսինքն, եթե սեղմ ասենք, պետությունը գնում է ծառայություն ստեղծել էլեկտրոնային համակարգ, եւ դա չի գործում։ Հա, եւ փող է տալիս։ Օրինակները բազմաթիվ են, ընդհանուր առմամբ խնդրի հիմքը ո՞րն է։ Խնդրի հիմքը կայանում է նրանում, որ պետական պաշտոնյաները իմանալով, որ եթե իրանք այսպես ասենք ուշադրությունը կենտրոնացնեն որակի վրա, այլ ոչ թե գնի վրա, անպայման պետքա ինչ-որ լրացուցիչ հարցերի պատասխանեն, խիստ կասկածելի կլինի իրենց նմանատիպ վարքագիծը, կհայտնվեն քրեական գործեր, ոնց որ օրինակ մերը, եւ որպեսզի այդ գլխացավանքը չլինի, իրենք այսպես համարյա միշտ ընտրում են ամենաէժան գինը, բայց ամենաէժան գինը դա չի նշանակում, որ ի վերջո ամենաէժան արժեքն է ստանում։ Օրինակ, եթե վերցնենք վերջերս 1-2 օր առաջ ՊԿ հայտարարեց e-invoicing համակարգի խափանումների մասին, ասենք մի օր ամբողջ Հայաստանը չի կարողացել էլեկտրոնային հաշիվ ապրանքագիր դուրս գրել։ Ասենք վնասը ահռելի է։ Դե եկեք համեմատենք միլիարդավոր դրամների վնասները, դե եկեք համեմատենք այն, որ կարող է ու հավանաբար հենց այդպես էլ եղել է 2-3 տարի առաջ, ինչ որ գնում են արել e-invoicing համակարգով, որակյալ կազմակերպությունը կարող է մի քանի տասնյակ միլիոն դրամ ավելի թանկ գին առաջարկած լինի, բայց ընտրածն են ավելի էժանը, թվում է թե էժանը, բայց այդ ընտրության արդյունքում այսօր մենք միլիարդներ ենք կորցնում։
ու այդպիսի դեպքերը բազմաթիվ են, հա, մենք տեսնում ենք, որ կան խնդիրներ, կարելի ասել բոլոր նմանատիպ գնումների պարագայում, նույն հետքի վերջին 1.5 տարվա ընթացքում բացահայտվեց, որ օրինակ հա մեր դեպքին առնչվող, մեր դեպքով տուժող, այսպես կոչված Հարմոնիա ընկերությունը մատուցել է նույն էլեկտրոնային սնանկության դատարանը, էլեկտրոնային վարչական դատարանը, որը մինչև հիմա խափանումներով է աշխատում եւ սկզբնական առաջարկի նկատմամբ մի քանի տասնյակ միլիոն դրամով ավելի թանկացավ ծրագիրը եւ իր տեխնիկական բնութագիրն էլ բավականին կրճատվեց, հա, այսինքն եւ էլի էլեկտրոնային հավատարմագրման համակարգը եւ այլն։ Միջդատական վարույթի էլեկտրոնային համակարգն է այդ ընկերությունը ստեղծել։ Չէ, բայց նմանատիպ։ Տեսեք, կա մի քանի ընկերություն, այդ թվում նաեւ Հարմոնիան, որոնց ամբողջ հասույթը գալիս է պետական տենդերներից։ Այսինքն իրենք որևիցե այլ աշխատանք մասնավոր սեկտորում կամ այլ երկրների համար չեն անում, այնինչ ընկերություններ կան, որ ընդհանրապես Հայաստանի հետ չեն աշխատում, հայկական են, բայց հայկական տենդերներին չեն մասնակցում, որովհետև պատրաստ չեն անորակ եւ էժան ծառայություններ մատուցել։ Այդպիսի ընկերություններ 3-4 ընկերություն կա, որոնք Հայաստանում եւ հայկական լինելով եւ բարձրորակ արտադրանք տալուն զուգընթաց Հայաստանում ընդհանրապես չեն մասնակցում տենդերներին, որովհետև տեսնում են տենդեր կազմակերպողներն են պետությունը եւ պետության պաշտոնյաները լինի դատախազությունում, արտադրության նախարարությունում, թե ՊԵԿ-ում եւ այլն, թե այն ընկերությունները, որոնք մատուցում են, անորակ ծառայություն են մատուցում եւ այսպես պայմանագրացած մարսում են, որովհետեւ որը մեկը հարց չի տալիս ձեր ստեղծած համակարգը ինչու չի գործում։ Կամ այստեղ փոխկապակցվածությունների մասին կարող ենք արդյոք խոսել։ Ես կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր խնդիրը փիլիսոփական եւ գաղափարական, այսինքն պետությունը իդեմս բարձրագույն ղեկավարության պետքա ասի եւ իրականում ասել է դա, ուղղակի դա տեղի չի ունենում, որ մեր համար ավելի կարևոր է որակը, ոչ թե գինը, որովհետեւ ցածր գինը հետագայում շատ թանկ է նստում մեր վրա եւ այդ դրանից պետքա բխեն արդեն գնումների համակարգում համապատասխան փոփոխություններ, հա, ասենք հիմա օրինակ գնումների համակարգում կա գնի եւ որակի կշիռների համադրություն եւ գնի կշիռը 70%, հա, ասենք այդ համադրության մեջ 30% գերակշռող, այսինքն պետքա զգալիորեն նվազեցվի գնի կշիռը, պետքա դատախազությունը եւ այլ իրավապահ մարմինները գնան ոչ թե տեսնեն թե ով է թանկ առել, այլ թե առածի արդյունքում ինչ է տեղի ունեցել, որովհետեւ եթե դատախազությունը հենց թեկուզ մեր քրեական գործով վերցներ գաղտնալսումները, որովհետեւ իմ տեղակալը զանգել էր տարբեր նախարարություններ, հարցրել էր, այս համակարգը ոնց է աշխատում, ասում են, ինչի է աշխատում, այս համակարգը ոնց է աշխատում, չի աշխատում։ Այդ դատախազությունը հասկանա, որ պետական շահին վնասում է այն, որ գնվել է համակարգ, որը չի աշխատում եւ գնար տեսներ, parzեր, թե ինչի հիման վրա այդ համակարգերը չեն աշխատում, այդտեղ է իսկական վնասը, որ գնվել է համակարգ, որը չի աշխատում։ Եվ այս ամբողջ համակարգը աշխատեր ճիշտ տրամաբանությամբ, մենք այլ պատկեր կունենանք, ասենք դուք որ գնում եք բժշկի, ասենք ձեր երեխայի համար օրինակ, չեք ընտրում ամենաէժան բժշկին, parz է, չէ՞, եւ չեք ընտրում ամենաէժան ավտոմեքենա սարքողին եւ ձեր ամենաէժան կարտոֆիլը եւ այլն։ Այսինքն ձեր ընտրության մեջ, ցանկացած մարդու ընտրության մեջ, ասենք բնականաբար պետք է լինի նվազագույն ընդունելի որակ, որից հետո նոր գինը դառնում է չափանիշ։ Իդեպ շատ հաճախ էժան գինը կասկածների տեղիք է տալիս ապրանքի որակի հետ կապված եւ շատ մարդիկ կարող են նախընտրել մի քիչ ուշ հավաքել, իրենց փողերը այսպես հավաքեն եւ ուշ գործարքանը, բայց որակյալ։ Իսկ ձեր դրա վերաբերյալ կարող եմ ասել, որ հա, բնականաբար այն ընկերությունները, որոնց մասին խոսում եմ, բնականաբար ունեն իրենց տեխնոլոգիաները, տալիս են սկզբից էժան գին, հաղթում են տենդերը եւ հետո, ասենք, տալիս են ինչ-որ մի բան, որը չի աշխատում, գին են փոխում, գին են թանկացնում, հատկանիշներ կամ ծրագրի որոշ ֆունկցիաներ են կրճատում, որ ի վերջո ինչ որ մի բան աշխատող ստացվի, բայց դա
սկզբնական տենդերի առարկայի հետ ոչ գնի, ոչ էլ ֆունկցիոնալի տեսանկյունից նույնը չի։ Էապես տարբերվում է։ Այս պատմություններում դուք կոռուպցիոն ռիսկեր կամ դրսևորումներ տեսնում եք, այսինքն ըստ էության պետությունը գնումներ է կատարում, գումար է հատկացնում իր քաղաքացիների կյանքը հեշտացնելու երևի թե բարի նպատակով, բայց ինչ որ process-ների արդյունքում չգործող համակարգեր են գնվում կամ խափանումներով գործող ավելի ճիշտ կլինի ասել եւ գումարներ են տրվում ինչ որ ընկերությունների ինձ ինչ որ մի բան հուշում է որ այստեղ կարող է լինել կոռուպցիոն ռիսկ ես վստահ եմ որ կա եւ ելի գաղտնալսումներից երևում է որ ընկերություններ ունեն հովանավորներ եւ այլն եւ նաեւ հետո արդեն հետքի հրապարակումներից էլ է երևում որ ասենք կա այսպես կոչված թվային մաֆիա, որոնք նստած են կարելի ասել պետական տենդերների վրա, ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում եւ չեն էլ կարող զբաղվել, որովհետեւ ունակություններ չունեն այլ բանով զբաղվելու։ Եվ ինչ որ կերպ կարողանում է իրանց մոտ դա ստացվում է, հա, ասենք մատուցում են, ասենք բարբերաբար ծառայություններ, որոնք չեն աշխատում, տալիս են ծրագրեր, որոնք չեն գործում ստանում են իրենց գումարը եւ ամեն ինչ օքեյ է։ Այսինքն դա կազմակերպված բնույթ է կրում ձեր կարծիքով։ Այո, կարծում եմ այո։ Կարող եք շրջանակ նշել, ունեք այդպեսի։ Չեմ կարող շրջանակ նշել, չգիտեմ կոնկրետ անուններ, բայց այն որ դա հնարավոր է, ասենք չէր կարող լինել առանց կոռուպցիոն լուծումների։ Իսկ իրավապանները ձեր կարծիքով արդյոք բավարար արդյունավետ են այս հարցերով զբաղվում, որովհետև 1-2 խափանվեց, 3-4 խափանվեց եւ այլն, բայց պետք է հասկանալ, որ այդտեղ ինստիտուցիոնալ խնդիր կա, չէ՞։ Դե կարծում եմ, որ պետք է իրավապանները նախ, ասենք, ամենակարևորը, ասենք, հասկանան, որ երբ որ տեղի ունեն պետական գնում, առաջնային բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա արդյունքն է։ Այսինքն ես մի հատ լավ օրինակ եմ բերել, ասենք նոր նախարար էի դարձել, գնացել ենք Ծառատունքի եւ մինչեւ 5 հատ ծառ տնկեցի, 3 հատ բահ ջարդեցի, հա, եւ պարզա որ գնվել է ամենաեժան բահը, հա, եւ եթե ասենք իրավապահները նայեն, ասենք ինչ բահ է գնվել, ինչքան է դիմացել այդ բահը, ու ասենք այդտեղից հրվեն, այսինքն այդտեղից այդտեղ տեսնեն իրական պետական շահը, կհասկանան, որ այն մարդիկ, ովքեր ուշադրություն են դարձնում որակի վրա, օրինակ մեր պարագայում էկոնոմիկայի նախարարություն ամբողջ գործը նրանցին է, որ բոլորը ուշադրություն են դարձրել որակին, այլ ոչ թե գնին, եւ իրանց համար գլխավոր նպատակը եղել է, որ ի վերջո ստեղծվի համակարգ, որը աշխատում է, որից օգտվում է վարչապետը, փոխվարչապետերը եւ այլն, հա, եւ բազմաթիվ անգամ, ասենք այդ թեզը խոսակցությունների ընթացքում եւ ցուցմունքների ընթացքում մատնանշվել է, որ նպատակը եղել է որակյալ ապրանք գնելը եւ դա իսկական պետական շահն է։ Իսկ ձեր գործով ինչ զարգացումներ կային, ես հիշում եմ հիշատակվում էր այդ քրեական գործով Հարմոնիա եւ Սիներգի ընկերությունների անունները բավարար ժամանակ առաջ, երբ որ այդ գործը նոր պայթեց, այսպես լրահոսում, դուք բոլոր վերնագրերում էիք, հա, որպես մեղադրյալ հիշատակվում, դատական process-ները ընթացքի մեջ են, ինչ նորություն ունենք այդտեղ։ Հա, դատական process-ները ընթանում են, մենք հիմա վկաների հարցաքննության փուլում ենք, ու պետք է ասեմ, որ չնայած որ մեր նիստերը բավական ինտենսիվ են գնում, արդեն մոտավորապես 2 տարի է լրանում այս ամբողջ գործը, այսինքն այդ ամբողջ ինտենսիվության զուգընթաց, մեկը պետք է նշել, որ դատական եւ արդարադատության համակարգը արդարության հասնել է, միևնույնն է 2 տարում հնարավոր չի, այ կամ 2 տարվա մեջ չի ստացվում։ Այ եթե դուք արդարադատության նախարար եղած լինեք, ես կասեի ստեղծեիք այնպիսի դատական համակարգ, որ չտուժեք դրանից։ Կամ էլեկտրոնային համակարգ։ Կամ էլեկտրոնային համակարգ, որ գործերը արագ գնային, այո։ Դե այնպես որ պաշտոնյա եղած ժամանակ պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Բայց էլի, ասենք, այն ինչ որ մենք գիտենք, դա այն է, որ բոլոր ապացույցները, որոնք ներկայացվել են դատախազության կողմից, իրականում մեր օգտին են,
բոլոր վկաները, որ ցուցմունքներ են տալիս, իրականում փաստում են նրա մասին, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, որովհետեւ մեկը չի ունեցել որևէ այլ շահ, քան որակյալ ծրագրային ապահովում ապահովել է եւ այլն եւ այլն։ Եվ վստահ որ արդարացվել է կան։ Դե այսպես ասենք, այսօր մենք չգիտենք արդարացության համակարգը ինչքանով է անկախ գործում, բայց ես հույս ունեմ, որ այո, այն ինչ հիմնավորումները, որ մենք գնում ենք առաջ, դա տեղի կունենա։ Դա շատ լավ զարգացումներ կան նաև Անիֆի գործով, որի նկատմամբ դուք ուշադրիր եք, հա, ընդհանրապես այդ հիմնադրամի հետ ինչ է տեղի ունեցել, որովհետև նաև դուք եք առնչվել Անիֆի ընդհանրապես կառավարմանը, գիտենք, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Դավիթ Փափազյանին հայտնաբերելու եւ կալանավորելու նպատակով, նա մեղադրվում է հետևյալի մեջ, որ փաստորեն պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենի նաև 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած CFW ընկերության տնօրենը մեղադրվում է փողերի լվացման, ծառայողական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Ինչ մեկնաբանություն ունեք։ Տեսեք, սա Անիֆի գործունեության ընդհանրապես մի դրվագ է։ Այս ընկերությունը, որ նշած։ Այո, բայց գործունեությունը, այսպես ասենք, 4 տարվա գործունեությունն է։ Դա թվում է ամենավերջին դրվագներից մեկն է։ Դե ինչ պետք է ասեմ, ասենք էլի որ սկսենք սկզբից, բնականաբար կոռուպցիայի նկատմամբ իմ անհանդուրժողականությունը դրսևորվել է հենց ամենասկզբից, երբ ես նախարար դարձա, հենց առաջին կոնֆլիկտը, այսպես ասած, որ տեղի ունեցավ, դա այն էր, որ Անիֆը, որ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր, չէր ներկայացնում ոչ մի հաշվետվություն, թափանցիկ չէր, բարձ չէր թե ինչ արդյունքների համար են աշխատում եւ այլն, եւ էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերները ուղղակի օրենքի շրջանակներում պահանջում էին անհրաժեշտ թափանցիկություններ, անհրաժեշտ հաշվետվողականությունը։ Ձեր կասկածները տեղից եկան։ Տեսեք, հետո դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Դրանից հետո տեղի ունեցավ այն, որ այդ կոնֆլիկտի արդյունքում Անիֆը էկոնոմիկայի նախարարությունից գնաց դեպի վարչապետի աշխատակազմ եւ այնտեղ ապրեց, կարելի ասել 2 տարի եւ ես գիտեմ, որ վարչապետի աշխատակազմի գործընկերներն էլ այնտեղ երջանիկ չէին Անիֆի փաստաթղթերով եւ շատ հաշվետվություններ ուղղակի չէին ընդունվում եւ այլն։ Ի վերջո, ասենք այդ ամբողջ պատմությունը դերս նա, որ ֆինանսների նախարարությունը 2022 թվականին խնդրեց Արժույթի միջազգային հիմնադրամին ուսումնասիրություններ անել, բարձելու թե արդյոք ամեն ինչ լավ է Անիֆում։ Արժույթի միջազգային հիմնադրամը տեխնիկական օգնություն տվեց Հայաստանին, եկան մասնագետներ, նայեցին եւ նշեցին բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ, որ չկա որոշումների կայացման ճիշտ ալգորիթմ, ճիշտ այսինքն ի վերջո կարող է պարզի, որ օրինակ այս որոշումը կայացրել է մի մարդ, այսինքն չի եղել հստակ ընթացակարգ, թե ինչ գործողությունների, չափանիշների, ինչ գործողությունների հիման վրա, ասենք այս ընկերությանը ֆինանսավորում ենք, իսկ այս մյուս ընկերությանը չենք ֆինանսավորում, հա։ Ամեն ինչ եղել է, կարելի ասել, կամայական եւ հայցողական մակարդակի վրա, եւ դա նշվել է իրանց զեկույցում, նշվել է նաեւ այն, որ թափանցիկության, ծախսերի կատարման վերաբերյալ կան բազմաթիվ խնդիրներ, հաշվետվողականության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, եւ այդ զեկույցի արդյունքում որոշվել է եւ այդ որոշումը կատարվել է ամենաբարձր մակարդակով, վարչապետի մակարդակով, որ պետք է Անիֆը ռեֆորմի ենթարկել եւ հանձնարարվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին դա անել։ Հետո ընթացքում, քանի որ պոտենցիալ ընդհանրենք այդ ռեֆորմա անող գերատեսչություններից միայն մենք ունեցանք այն համարձակությունը, որ ստանձնեցինք դա անելը։ Ստացվեց այնպես, որ ասենք 2024 թվականի հունվարի 4-ին Դավիթ Փափազյանը ազատվեց աշխատանքից խորհրդի որոշմամբ, բայց դրանից ավելի քիչ քան մի ամիս հետո խորհրդի այդ ժամանակվա նախագահ Անի Իսպիրյանը ձերբակալվեց։ Դրանից մի քանի օր հետո ես ձերբակալվեցի եւ այլ։
Այսինքն այս երկու դրվագները էլեկտրոնային համակարգերը եւ նաեւ անիֆի դեպքը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ վտանգավոր է Հայաստանում։ Այո։ Կայտնվեց ճաղերի հետևում, ստացվում է։ Հավանականություն կա, այո։ Կամ տնային կալանքի Պարոն Քերոբյան, իսկ պարոն Փափազյանը ինչ էր անում անիֆում։ Այս հարցը հասկանում եք, չէ՞, որ շատ խորքեր ունի, ինչ էր անումը նկատի չունեմ, որ առավոտյան գնում էր աշխատանքի եւ վերադառնում, նկատի ունեմ ստացած օրինակ աշխատավարձեր կամ դրան հավասարվեցված վճարներ, որովհետեւ այն ժամանակ կան նաեւ մամուլում հաղորդումներ, որ շատ ուղղճացված են ընդհանրապես աշխատավարձերը, այդ որոշումների կայացման ձեր նշած ինստիտուտը ոչ այնքան թափանցիկ է, ոչ այնքան հասկանալի, ինչ կարող եք ասել, որովհետեւ նա մեղադրյալ է 3 հոդվածներով՝ փողերի լվացում, ծառայողական լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում։ Դες կոնկրետ անձի մասին չեմ ուզում խոսել, որովհետև անիֆը դա համակարգ է, ոչ թե անձ, հա, եւ Դավիթ Փափազյանը այդ համակարգի անդամներից մեկն է միայն, բայց ամբողջ համակարգը, այսպես ասենք, չնայած հայտարարված ու իմ կարծիքով շատ բարի նպատակների, ճիշտ նպատակների, ասենք գործել է այսպես ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ, այս իմ վերջի ախտորոշումը, հա։ Ինչու եք եկել այդ եզրանկման։ Դե ես չեմ եկել, նույն արժույթի միջազգային հիմնադրամը եւս գրել է, որ ասենք կորպորատիվ կառավարում չկա, հաշվետվականություն չկա, ասենք որոշումները կայացվում են կամայական, հայեցողական, այս ամեն ինչը միայն դրա բացի դրանից մենք տեսնում ենք, թե ինչքան իրավապահների բարեկամներ են աշխատել, ինչքան փոխկապակցված անձիկ են ստացել ներդրումներ եւ այլն, էլ այս ամեն ինչը ոնց որ այս համադրության մեջ ոչ մի այլ մտքի չի բերում, քան այն, որ դա իսկապես եղել է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ գործող կառույց։ Փաստորեն այս ընկերությունը CFW դրա տնօրենը Կարեն Անդրեասյան, Տիկին Մարիամ Պահլավոնը, այսինքն Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է եւ հիմնադրումից 8 օր անց ստացել է ներդրում եւ ոնց հասկացանք քրեական գործը այս մասով տվյալ ընկերությանն է վերաբերվում եւ եթե չեմ սխալվում ամուլում եղավ հրապարակում որ պարոն Ավինյանը հարցաքննվել է այստեղ հովանավորչություն ձեր կարծիքով եղել է թե չէ որովհետեւ նա զբաղեցնում էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը 19-23 թվականին Դե գնացեք 100 գործարարի հարցրեք, թե արդյոք հնարավոր է ստեղծել ընկերություն ու 8 օր հետո ստանալ 1.5 միլիարդ դրամ ներդրում։ Տեսականորեն դա հնարավոր չի, որովհետև այդ ներդրումը անելուց պետք է տեղի ունենան, ասենք, բազմաթիվ նախնական հետազոտություններ եւ այլն։ Միջին ներդրումը արվում է, ասենք, գործող ընկերության պարագայում 5-6 ամիս հետո, հա, իսկ այստեղ ինչ որ կասկածելի նպատակներով, հա, ստեղծում ենք, չգիտեմ, կիբեր մասնագետներ։ Հաբես ներդրումը պետք է հետ վերադարձ ունենա։ Ոնց է այդ ներդրումը հետ վերադարձը։ Բիզնես պլան կա, բիզնես պլանը ցույց տվեք, տեսնենք ոնց է, ասենք, այդ 1.5 միլիարդ դրամի ներդրումը հետ վերադառնում ընկերությանը։ Այդ ընկերության մասին, որը իբր պետքա ծառայություններ մատուցեր պետական մարմիններին, ոչ մի պետական մարմին չի լսել։ Այսինքն ասել թե իրանք ունեցել ինչ-որ հուշագրեր, որ հիմա կստեղծեն մասնագետներ, հետո գնան, չգիտեմ, կենտրոնական բանկային կամ որևէ այլ կառույցի կմատուցեն կիբերանվտանգության ծառայություններ, չկա ուղղակի, հա, այսինքն իրենք որոշել են, որ ստեղծել են այսպիսի ընկերություն, իսկ թե ոնց է այդ ընկերությունը փող աշխատելու, մենք մինչև բիզնես պլանը չկարդանք, որևիցե այլ կարծիք կամ միտք ուղղակի չի գալիս, հա։ Այսինքն որևէ այլ պարագայում չէր կարող 8 օրանոց ընկերությունը ստանալ ներդրում։ Կարծում եք պարոն Ավինյանի զբաղեցրած պաշտոնն է օգնել այդ ընկերությանը ստանալ նման ներդրում 8 օրում։ Դες պատասխանեցի ձեր հարցին արդեն։ Իսկ էլ ինչ դրվագներ կան պարոն Քերոբյան, որովհետև մի ժամանակ իմ այս աղմկոտ դեպքերը որ կային, իմ մտքում մի վերնագիր էր պատտվում կառավարության ձախողված պրոյեկտները, հա, ավիացիոն պրոյեկտ, չգիտեմ, անիֆի պրոյեկտ եւ նմանատիպ այլ պրոյեկտներ, որոնք այսպես շռնդալից
Air Arabia եւ այլն հայտարարվում են եւ հետո դուրս է գալիս մի կոռուպցիոն կներեք կեղտոտ գործ։ Ինչ կարող եք ասել այդ մասին։ Դե չեմ կարող չհամաձայնվել, բայց տեսեք խնդիրը որն է։ Եթե կառավարությունը պետք է անի խոշոր ամբիցիոզ ծրագրեր, հա, բայց այդ ամբիցիոզ ծրագրերը պետք է լինեն լավ հաշվարկված, պետք է անցնեն մշակման փուլեր։ Վարչապետը ասում էր ինվեստիցիոնը չարաշահվել են, չէ՞ ոնց է։ Դե գիտեք ոնց է, այստեղ ոչ թե վստահության ֆունկցիա պետք է չլներ ընդհանրապես։ Այսինքն պետք է դրվեր համակարգ, եւ այդ համակարգը պետք է լիներ գործող համակարգ, հա։ Այսինքն մենք ինչ ենք ուզում անենք, մենք ուզում ենք ստեղծենք այդպիսի համակարգ, նույն էս սիներգի, հարմոնիա։ Դա հանրային ներդրումների համակարգն է, որտեղ ցանկացած ներդրում խոշոր պետք է անցներ անհրաժեշտ տեխնիկատեսական վերլուծություններ, պետք է անցներ մի քանի փուլ, նախնական համաձայնություն, նախնական տեխնիկատեսական վերլուծություն, հետո խորը տեխնիկական վերլուծություն, հետո վերջնական որոշումների կայացում, հետո մրցույթների հայտարարում, հետո ներդրումների կատարում, հա, օրինակ։ Հիմա այդ համակարգը չկա, հիմա էլի որոշումները կատարվում են, ասենք մենք գիտենք, որ կա 300 դպրոցի ծրագիր, կարծում ենք, որ դա լավ բան է, բոլորը կարծում են, որ դա լավ բան է, բայց ոչ ոք հաշվարկ չունի, միգուցե դպրոց սարքում են, ես շատ եմ լսում, որ մի դպրոցում, մի գյուղում դպրոցը քանդում են, լավ վիճակում գտնվող կողքի գյուղում սարքում են, այսինքն այս բոլոր ներդրումները պետքա նախնական լավ մշակում անցնեն եւ վստահությունը պետքա հիմնված լինի ոչ թե նրա վրա, որ ես ձեզ վստահում եմ, այլ պետքա լինեն անհրաժեշտ հետազոտություններ, անհրաժեշտ վերլուծություններ, որոնք ցույց կտան, որ այս ներդրումը օգտակար է պետության համար։ Իսկ հիմա դա չկա։ Հիմա մենք դեռ շարունակում ենք աչքաչափով ներդրումներ անել եւ դրանց վերաբերյալ ժամանակ առ ժամանակ լսում ենք այսպես ասենք վստահության չարաշահում կամ վատ իրագործում կամ որևէ այլ մեկնաբանություն, որը իմ կարծիքով հարիր չի, էլի ճիշտ կառավարման համակարգին։ Իսկ կառավարման համակարգը պետք է լինի ոչ թե ինչ-որ մի անձի որոշումների հիման վրա, այլ պետք է լինի ճիշտ փուլերով անցնող հակակշիռների ճիշտ համադրությամբ համակարգ։ Դուք քաղաքականություն մտնելու ցանկություն ունեք կամ ծրագրեր։ Չէ, ես չունեմ քաղաքականություն մտնելու որևէ ցանկություն։ Հիմա գիտեք, վերադարձել եմ բիզնես եւ ինձ շատ լավ եմ զգում ստեղծագործ աշխատանքի մեջ։ Շնորհավորում եմ, որ ինձ թվում է նյարդային ոլորտից տեղափոխվել եք։ Միգուցե ավելի նյարդային, բայց ավելի նյարդային չի, ասենք շատ լավ բալանսավորված կյանքով եմ ապրում, ընտանիք, ընկերներ։ Լրագրողները հանդիպելիս վրա չեն տալիս եւ հարցերով քրքրում։ Ես ճիշտ ասած լրագրողների հետ հանդիպումներին միշտ դրական եմ վերաբերվել։ Գիտեք ինչու հարցրի քաղաքականությամբ զբաղվել եք, թե չէ, հասկանալու թե այս հարցի ոնց կմոտենաք։ Պարոն Քոչարյան օրերս ասուլիս տվեց եւ ANIF-ի 60 թե 65 միլիարդի այդ թեման որպես կոռուպցիոն մեղադրանք ներկայացրեց այս իշխանությանը։ Դուք համամիտ եք նման մեղադրանքի հետ, որ ANIF-ը մսխվել է իշխանության ձեռամբ, գոլորշիացված։ Ասենք իշխանությունը այդ մի հոգի չի։ Չէ, դե պարզ է։ Մեր երկրում բոլոր մեղքերը մի հոգի է։ Ես այդպես չի ասի, մի հոգի է, որտեվ կան տարբեր շահառուներ, հա, ասենք թևեր, հա։ Հիմա ասենք, բայց այն որ այս գործը, ասենք, պարզից էլ պարզ էր։ Ինչ է ANIF-ի դեպքը այսքան շահարկում, չէ՞։ Պարզ է, որ դա միակ կոռուպցիոն, այսպես ասենք, համակարգը չի։ Շատ կան նաև այլ համակարգեր, ուղղակի այստեղ ամեն ինչը փաստաթղթավորված է եւ հասնել ճշմարտությանը զգալիորեն ավելի հեշտ է, քան, ասենք, օրինակ գնալ բարձել, թե ինչ որ մի գերատեսչությունում ինչ կաշառքային համակարգ է աշխատում, էլի, որտեղ ոչ մի թուղթ չկա։ Պետք է ուղղակի օպերատիվ աշխատանքով հասնես արդյունքի։ Խնդիրը կա եւ այս փաստաթղթավորված լինելը, ասենք, զգալիորեն հեշտացնում է իրավապահ համակարգի աշխատանքը։ Եթե ցանկություն լինի, վերցնում ես ցանկացած գործ, արագ անցնում ես, եւ խոսքը ոչ միայն, ասենք, այն գործերի մասին, որ մենք լսել ենք, որ ներդրում արեց այս ընկերության մասին եւ այլ մեջ եւ
ինքը զուտ անիվի ծախսերը որ վերցվի ուսումնասիրվի, գործողումները, աշխատավարձերը, պահպանման մյուս ծախսերը, հա, ասենք այդ ամեն ինչը խոսում են նրա մասին, որ այդտեղ զգալի շեղումներ կան նորմալ աշխատանքային իրավիճակից։ Իսկ կաշառքի բուրգը կամ մեխանիզմը ոնց է գործում հիմա ընդհանրապես պետական համակարգում։ Եկեք բաց թողնեմ այս հարցը, ես սիրում եմ փաստերով խոսել, ոչ թե կարծիքներով, այս հարցին չպատասխանեմ, բայց էլի խնդիրը կանում է, որ պետք է այս հարցը լուծվի, չի կարող չլուծվել, հա, եւ քան դեռ չի լուծվել, քաղաքական օպոնենտները կարող են անընդհատ շահարկել, բերել օրինակներ եւ դա կօգտագործվի։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Վահան Քերոբյանին։